Իսկ այդ միֆերը կռվել են միջև վերջ եւ այլն, սուտ է, չի եղել տենց բան, չի եղել տենց բան, փախել են, ճողոպրել են։ Փաշինյանը շարունակում է պնդել, որ 2023-ին մարդիկ Արցախից փախել են։ Այդ իրադարձություններից հետո Հայաստանում անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Վերլուծել են գործողությունների արդյունքները, պարզվել է, որ կռվելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Մեր հետախուզության եւ ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով արկա զենք զինամթերքի առյուծի բաժինը դա կարող է լինել 80%, դա կարող է լինել 90%, մնացել են ձեռք չտված։ 30 րոպե հետո Փաշինյանը խմբագրում է իր ասածը, ասում է փախչել ասելով նկատի չունի Արցախի ժողովրդին, թեև օրեր առաջ այդպիսի մեղադրանք էր ուղղել մետրոյում իրեն հանդիպած Արմինե Մոսյանին, որից ավելի ուշ ներողություն էր խնդրել։ Ես չեմ ասել եւ չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կամ մեղադրեմ։ Ղարաբաղի ներկայացուցիչներին ես այս ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ, եթե դուրս եկաք, իմացեք, այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու։ Իսկ կարող էին մնալ, երբ Ադրբեջանը էթնիկ զտում ու ցեղասպանություն էր իրականացնում, հարցնում են լրագրողները։ Էթնիկ զտում, ցեղասպանություն, եւ այլն եւ այդպես շարունակ։ Բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով։ Եվ ընդհանրապես այդ ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել։ Մենք կարանք ասենք էթնիկ զտում, իրանք էլ ասցի հայլային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայլային ցեղասպանություն, հայլային ամեն ինչը հայլային, դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Փաշինյանը նորից հիշում է նախկին նախագահներին, որոնք իր ասելով Հայաստանի իշխանությանը փորձել են ներկայացնել որպես դավաճան, բայց ըստ Փաշինյանի չեն հաջողել, քանի որ ի տարբերություն իրեն լեգիտիմ չեն եղել։ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ նրանց քաղաքական ուժերը ներկայացնում են ում ասես, բացի Հայաստանի ժողովրդից։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ իր առաջնորդությամբ Հայաստանը եւ հայ ժողովրդին ներքաշել այս ավանտյուրայի մեջ։ Վարչապետի պատասխանը նոր հարցեր է առաջացնում։ Եթե նախկինները չէին ներկայացնում Հայաստանի ժողովրդին, ինքը ներկայացնում էր Արցախի ժողովրդի շահերը, երբ Պրահայում այն ճանաչում էր Ադրբեջանի մաս ու որոշում Արցախի ճակատագիրը։ Ղարաբաղի հետ կապված հարցերը, ըստ էության, բոլոր այն որոշումները, որ ես կայացրել եմ նախկինում, բոլոր այդ որոշումները խորհրդակցվել են Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Չի եղել այդպիսի որոշում, որ ես կայացնեմ եւ Ղարաբաղի ներկայացուցիչների առանց Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խորհրդակցության։ Փաշինյանի իշխանությունը 8 տարվա մեջ առաջին անգամ որոշել է սպառազինության ցուցադրություն անել։ Մայիսի 28-ին Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում կցուցադրվի վերջին տարիներին ձեռք բերված ռազմատեխնիկան։ Դա կլինի ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն քաղաքացիներին, ասում է Փաշինյանը։ Ընդհանրապես զորահանդեսը ինքը շատ նուրբ երևույթ է եւ կարա նաեւ տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու եւ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում։ Մարտի 23-ին Փաշինյանը զանգել էր Պուտինին, խոսք էր գնացել հնարավոր հանդիպման մասին, ինչու է ընտրություններին ընդառաջ հնչում հանդիպման խնդրանքը։ Այսինքն Ռուսաստանի Դաշնության նախագահը պետք է ինձ հանդիպում խնդրի։ Հրաժա ես պետք է խնդրեմ հանդիպում, բա ով պետք է խնդրի, որովհետև հակառակ կերպ մտածել նշանակում է իրականության զգացումը կորցնել։ Եվ ես այդ հանդիպումները խնդրում եմ մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար։ Երկրորդ շաբաթն է շարունակվում է վարչապետի ու լրագրողներից մեկի բանավեճը։ Փաշինյանը շարունակում է պնդել, որ մեդիայի ներկայացուցիչները ԿՊ-ին են ընտրելու հունիսի 7-ին։ Իմ ուժեղությունը ծնոտին տալու մեջ չի, իմ ուժեղությունը լեգիտիմության մեջ է։ Ես վարչապետ չլինեմ, դուք ընդհանրապես 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու։ Դուք ֆայլաբազարում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակեք։
Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն,